Ըստ խնդրի պետք է դիտարկել բոլոր 7-անիշ թվերը, որոնք չեն սկսվում 1-ով, եւ պահանջվում է գտնել այդ թվերի որ մասն են կազմում 9-ով սկսվողները եւ 0-ով վերջացողները։ Շատ լավ, խնդիրը ավելի լավ պատկերացնելու համար առաջարկում եմ վերցնենք եւ ահա այսպիսի պատկերով ներկայացնենք բոլոր 7-անիշ թվերը։ Ահա։ Շատ լավ։ Հիմա այս 7-անիշ թվերի մեջ ինչ-որ մաս են կազմում 1-ով սկսվողները եւ 1-ով չսկսվողները։ Կետերից յուրաքանչյուրը ինչ-որ թվանշան է ներկայացնում։ Ակնհայտ է, որ 1-ով չսկսվողները ավելի շատ կլինեն, քան 1-ով սկսվողները, որոնք ահա այս կտորում են։ Տեսեք, առանձնացրինք 1-ով սկսվողները ու մեզ մնաց արդեն դիտարկել չսկսվող կտորները։ Հիմա ահա այս մասի, ահա այս թվերի պահանջվում է գտնել, թե որ մասն է սկսվում 9-ով եւ վերջանում 0-ով։ Իսկ որոնք են սկսվում 9-ով եւ վերջանում 0-ով։ Ահա այստեղ 1-ով չսկսվողների ինչ որ կտոր է, իրական բավականին փոքր կտոր, սկսվում է 9-ով եւ ավարտվում է 0-ով։ Ու հիմա պետք է գտնել ահա այս հատվածի որ մասն է կազմում այս հատվածը, ու այսինքն առանձին պետք է քանակները գտնել։ Ահա։ Հիմա մեզ պահանջվում է նախ գտնել առաջին մասը, 1-ով չսկսվողները։ Ահա, եկեք խաչ քաշենք 1-ի վրա, կպատկերացնենք, որ նշված է 1-ով չսկսվողները։ Մեզ անհրաժեշտ է ընտրել առաջին, երկրորդ, երրորդ, չորրորդ, 5-րդ, 6-րդ եւ 7-րդ թվանշանները ու կառուցել այդ 7-անիշ թվերը։ Դե առաջին թվանշանը չի կարող 1 լինել, ու քանի որ առաջին թվանշանը 0 նույնպես չէինք ընտրում, հետեւաբար 8 տարբերակով կարող ենք ընտրել։ Երկրորդ թվանշանը 10, երրորդը 10 եւ այսպես մնացած բոլոր թվանշանները 10 տարբերակով։ Արդյունքում կունենանք այդպիսի 8 անգամ 3 հատ, կներեք 6 հատ 10-ար։ Ահա այսքան թիվ կունենանք։ Այսքան թիվը, որ 1-ով չի սկսվում եւ 7-անիշը։ Հիմա մեզ անհրաժեշտ է գտնել դրանց մեջ 9-ով սկսվողները եւ 0-ով ավարտվողները։ Դե եթե առաջին թվանշանը գիտենք, որ 9 է, ֆիքսել ենք մի տարբերակով, բայց երկրորդ թվանշանը ընտրելով կրկին 10 տարբերակ ունենք։ Երրորդը նույնպես, չորրորդը, 5-րդը եւ 6-րդը։ Նրանցից յուրաքանչյուրը 10 տարբերակով կարող ենք ընտրել եւ վերջին թվանշանը ֆիքսված 0 է, ուստի եւս 1 տարբերակով։ Արդյունքում կունենանք 1 եւ 5 0-ներով ներկայացվող թիվ։ Եվ կարող ենք անուններ տալ։ Սա թող լինի A, սա թող լինի B։ Ու նշենք, որ B-ն A-ի ու ցույց տանք, թե որ մասն է։ Ընդհանուր քանակները պետք է հարաբերել։ 10,000-ը կբաժանենք 800 1000-ի ու արդյունքում կստանանք 1/80 մաս։ Այսինքն մեզ մոտ 9-ով սկսվող եւ 0-ով վերջացող 7-անիշ թվերը կազմում են 1-ով չսկսվող 7-անիշ թվերի 1/80 մասը։ Եկեք ամփոփենք ու ավելի լավ հասկանանք ինչ արեցինք։ Ընդհանուր խնդիրը լավ պատկերացնելու համար անհրաժեշտ էր գծագիր գծել այսպիսի ու ներկայացնել առանձին։ Եկեք դեղինով ներկեմ մեզ մոտ 1-ով չսկսվողները, ահա, մեզ պահանջվում էր գտնել այս դեղին հատվածը ունենք, դրա որ մասն է կազմում կարմիր հատվածը։ Դե դրա համար նախ եւ առաջ պետք էր դեղին կտորի թվային արժեքը գտնել, ինչու արեցինք ահա այստեղ, այնուհետև կարմիր կտորի թվային արժեքը, այնուհետև հասկանալ, թե սա դեղինի որ մասն է կազմում, ինչն էլ այստեղ հաշվեցինք։ Ուստի պատասխանն է տվյալ խնդրի համար 1/80 մասը։ Այսքանով լուծումը կարող ենք ամբողջությամբ ավարտել։